Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ու հարավ-արևելյան ուղղություններով ադրբեջանական դիրքերի վրա կրակելու Բաքվի 9 մեղադրանքների 4-րդ օրը Նիկոլ Փաշինյանը ստատուս գրեց. Իմ հանձնարարականը Հայաստանի պաշտպանության նախարարությանը հստակ է. հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի։ Նոր հանձնարարական է ստացել պաշտպանության նախարարությունը։ Փաշինյանի ստատուսից պարզ չէ, ընդդիմության համոզմամբ վարչապետի գրած երկու նախադասությունը շփոթեցնող է։ Պաշտպանության նախարարությունը այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ այս արշավի ընթացքում պարբերաբար վարկյան հերքել է ադրբեջանական բոլոր ապատեղեկատվությունները եւ մեկ անգամ եւս Նիկոլ Փաշինյանը շեշտելով, որ հանձնարարել է պաշտպանության նախարարությանը պահպանել զինադադար, կարծում եմ շատ անհարմար վիճակի մեջ է դրել մեր զինված ուժերին եւ այսօր էլ սահմանում մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջարի զինծառայողներին։ Արդյոք Հայաստանի վարչապետը հրահանգում է բանակին անկախ իրավիճակից պահպանել չկրակելու հրամանը, անգամ եթե հակառակորդն է սադրում։ Վարչապետը նշել է։ Փաշինյանի թիմակիցները վստահեցնում են, վարչապետի ասացի մեջ վտանգավոր ոչինչ չկա։ Պաշտպանության նախարարությունը հանձնարարական ունի կայունություն պահպանելու։ Դուք հարցը լրիվ այլ ուղղությամբ եք տանում։ Բնականաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է։ Այո, տալու են, այո։ 18 ժամում 3 անգամ Հայաստանի վարչապետը Ադրբեջանի նախագահին Facebook-ում առաջարկել է տեղ ու ժամ որոշելու համար խորհրդակցություն սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։ Պետք է հանդիպում տեղի ունենա այդ պայմանագիրը ստորագրելու համար։ Անգամ Բրազիլիայից Հայաստանի արտգործնախարարն է բողոքել ու խոստովանել. Բաքուն պատրաստ չէ երկխոսության։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու Երևանի կամքը միակողմանի է։ Խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի։ Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը։ Համաձայնագիրը ստորագրելու համար նախընտրելի վայր Երևանը չունի, գուցե դա էլ Բաքուն որոշի։ Կոնկրետ տեղ չէ, բայց Հայաստանը պատրաստ է քննարկելու, տեղը համաձայնեցնելու ադրբեջանական կողմի հետ։ Քաղաքական մուրացկանի դիրքերից հանդես եկող անձի վարք է դրսևորում Փաշինյանը։ Վարչապետի ստատուսները այդպես են մեկնաբանում քաղաքագետները։ Պարոն Փաշինյան։ Այո, ինքը հիմա մուրացկանի կարգավիճակում է ու աղաչում եւ պաղատում է որևէ փաստաթուղթ, որի վրա գրված լինի խաղաղության համաձայնագիր։ Իդեպ համաձայնագիր, պայմանագիր հռետորաբանության փոփոխությունն էլ հենց այնպես չի։ 4 տարի առաջ, երբ դեռ նոր էին Երևանն ու Բաքուն միջնորդների աջակցությամբ սկսում խաղաղության բանակցությունները, խոսքը գնում էր պայմանագրի մասին։ Ինչ-որ պահի հայտարարվեց, որ այդ փաստաթղթում 33 կետ կա։ 4 տարի անց փաստաթուղթը դարձավ համաձայնագիր, իսկ հոդվածները կրճատվեցին մինչև 17-ի։ Ադրբեջանի ձեռամբ եւ հրահանգով պայմանագիրը փոխեց իր կարգավիճակը, այսինքն նվազեցվեց, իջեցվելով համաձայնագրի այսպես մակարդակի, ինչու, որովհետեւ համաձայնագիրը որևէ պարտավորություն ու սահմաններ չի դնում Ադրբեջանի առջև։ Իսկ պայմանագրի եւ համաձայնագրի միջև ինչ տարբերություն կա։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը համաձայնագրի ու պայմանագրի տարբերությունը չգիտի։ Բոլոր process-ները կոորդինացվում ու կառավարվում են բացառապես Բաքվից։ Քաղաքագետը բացատրում է. միջազգային իրավունքի տեսանկյունից պայմանագիրը ստորագրող կողմերը պարտավորվում են պարտադիր կատարել այն, ինչ գրված է փաստաթղթում, իսկ համաձայնագիրը, այսպես ասած, բարի կամքի դրսևորում է ընդհանուր թեզերի, սկզբունքների շուրջ։ Մուրացիկը չի կարող։ Նվազեցնելով փաստաթղթի կարգավիճակը, Բաքուն Երևանին ներքաշում է մի իրավիճակի մեջ, երբ նոր պահանջներ կարող է առաջ քաշել ու ստանալ։ Ընդհուպ Հայաստանով ադրբեջանական և թուրքական զորքի ազատ տեղաշարժի իրավունք պահանջել։ Ալեն Ղևոնդյանը չի բացառում, որ այդ ու նմանատիպ այլ պահանջներ է Ադրբեջանը թաքցրել 17 կետանոց համաձայնագրի ենթակետերում, Հայաստանից այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ստանալու համար։ Դա պետության գաղութացման ինստիտուցիոնալ միավոր է։
Հիմա շատերը կարող են լսել մեր խոսակցությունը, ասեն, «Էս ինչ ֆանտաստիկայի մասն եք խոսում»։ 7 տարի առաջ էլ էինք խոսում այդ մասին, 5 տարի առաջ էլ էինք խոսում։ Բոլոր ֆանտաստիկ կանխատեսումները իրողություն են դառնում։ Ոստեղ շատ վտանգավոր մի բան կա։ Եթե մտավ սրա տակ, մենք ուղղակի պետություն չենք ունենա։ Բաքվի ռեժիմը չի էլ թաքցնում, Երևանից էլ ապառազմականացում, էլ սահմանադրություն փոխել է պահանջում։ Երկրորդը Հայաստանի իշխանության օրակարգում է։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։